Համեցեք, եղբայր, համեցեք։ Հա, թող գա։ Բարև։ Ես Դավիթն եմ, Երևանում ծնվել եմ, Երևանում Ուրախ եմ, եղբայր։ Այստեղ էլ ապրում եմ մինչև այսօր։ Ուրախ եմ։ Ձեզ մի հարց կարելի է։ Համեցեք։ 2018 թվականին ես էլ մասնակցել եմ հեղափոխությանը, պարոն վարչապետ, առաջին օրից մինչև վերջին օրը։ Ու հիմա հայտնվել եմ այնպես վիճակում, որ դատական process-ների մեջ եմ, հեսա մանրամասն եմ։ Կարճ ասեք, որովհետև Չէ, այնպես հարցը շատ լուրջ հարց է, պատերազմի մասնակից եմ։ Լուրջ հարցի մեջ եմ այսօր կարշեմ կարող ասեմ, էլի կներեք։ 2010-ից 12 թվականի ժամկետային զինծառայության մեջ եմ եղել, այն որ բանակի գերազանցիկ ու շատ լավ ծառայությունը վերջացրել եմ։ 2020 թվականին մոբիլիզացված ուժերով գնացել եմ 44-օրյա պատերազմին, որպես ականանետի հրամանատար, մինչև վերջին օրը մասնակցել եմ մարտական գործողություններին։ Անցած տարի ապրիլ ամսին գնացել եմ վարժական հավաքների, էլի որպես ականանետի հրամանատար։ Լավագույն արդյունք եմ ցույց տվել։ Գլխավոր շտաբի պետից դիպլոմ ունեմ, պաշտոնյա ունեմ։ Հիմա հայտնվել եմ այնպես դրության մեջ, նախանցած տարի ինձ հոկտեմբերի 1-ին կանչում են վարժական հավաքների, Պոլիտիկայում այդ ամբողջ թղթերը հանում են, ինչը որ անհրաժեշտ է։ Կանաչում են պիտանի։ Էլ են կանչում վարժական։ Կներեք հեսա որ ասեմ Այդ երկրորդ անգամ են։ Դրանի այդ իմ գնալուց առաջ կանչել են, հենց այդ էլի թեման, այդ հարցը։ Գնում են պոլիտիկա այդ ամբողջ թղթաբանությունը պիտանի եմ համարվում, այնպես է ստացվում, որ չեմ կարողանում գնալ։ Բայց չեմ խուսափում, ես գնում եմ ասում եմ, որ մյուսին կգնա։ Արդեն դատական process է բացված լինում, ու հիմա հասել է նրան, որ ամսի 15-ին իմ դատն է, 15 օր կներեք ավարտեմ։ Չէ, բայց հասկանամ ես։ Այսինքն դրանից հետո դուք այնուամենայնիվ գնացել եք։ Այնուամենայնիվ գնացել եմ, ուղղակի ես ոնց հասկանում եմ, ձեր ընդունած օրենքի այնց է, որ իրանք չունեն, ասենք, տարբերակող մեխանիզմ, ասենք ես խուսափում եմ, չէ, գնում եմ։ Եթե դուք գնա, ոչ, կներեք։ Ինձ ասում են բժշկի թուղթ բերեք, ես առաջ եմ բժշկի թուղթ որտեղ է ստանում։ Եղբայր, մի րոպե, դուք գնացել եք վարժական։ Գնացել եմ անցած տարի, անցած տարի մի հատ կանչել են, չեմ կարողացել գնալ։ Հիմա դուք, այսինքն գնալուց առաջ չգնալու համար եք։ Ապրեք։ Դե մենք օրենքը ընդունել ենք, որ եթե այդ պարագայում մարդը ի վերջո գնացել է, այդ գործը կարճվի, ինչի է ձեր գործը դատարան։ Իմ գործը կարճված չի, ամսի 15-ին ես այդ գումարը չեմ չվճարելու համար ինձ Ինչ գումար։ Նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափ։ Եղբայր, մի րոպե, շատ խառը պատմություն։ Խառը պատմություն չի ցավ։ Ես խառը ասեք, պարզաբան։ Ավելի լավ է մենք մի հատ կոորդինատ վերցնենք ձեր քրեական գործին մի հատ ծանոթանանք, քրեական գործը ամսի 15-ին է։ Հա, եղբայր, հասցնեք ես գնամ կալանքի։ Չէ, Կամ դրա արդարը ձեր ընդունած օրենքն է, դրա արդարը մի հատ ինձ կբացատրեք, sense բոլորն էլ լսեն, որ ես մենք հատուկ ասենք, իմ ամեն ինչը տենց պետության բանակի հետ կապված նվիրել եմ, այսօր բանից պարզվում է Նիկողոսյան։ Պարոն Նիկողոսյան, եթե դուք արդյունքում գնացել եք վարժական հավաքի, ձեզ վարժական հավաքի չգնալու համար չեն դատի։ Եթե անցի 15-ին շատ լավ, հիմա եկեք իմ օգնականն է, կոորդինատ տվեք, նվիրեմ ձեզ։ Նվիրեք, 0-7 նա ավարտեի, բայց հասկացա ժամանակ չունեք։ Ուրիշներ էլ պետք է ասեն։ Հա, շատ կարևոր հարց է, էլի, ձեր ընդունած օրենքն է։ Ոչ նախին կա, ոչ ներկա կա, ձեր Պարոն Նիկողոսյան, մենք հատուկ օրենք ընդունել ենք այնպես։ Օրենքը ընդունել եք, ուղղակի չեն կարողանում իրանք ասենք, նայ, քննիչն եք, ներողություն։ Եղբայր, մի րոպե, ասում եմ մենք օրենք ընդունել ենք, որ դուք արդյունքում եթե գնացել եք վարժական հավաքի, ձեզ վարժական հավաքի չգնալու համար չդատել։ Հիմա, եթե մի րոպե կներեք, սպասեք, եթե ուրիշ հանգամանքներ կա, որոնք պատճառ են դառել քրեական գործի, ես դա չգիտեմ։ Քրեական գործ, ես ձեզ ասում եմ, վարժական հավաքներ չներկայանալու համար քրեական գործ, Պարոն Նիկողոսյան, ես ձեզ հասկացա, ասում եմ, ես չեմ կարող ձեզ այդ բանավոր քրեական գործի հատորները, որ դրած է դատախազատում հարգելիս դուք դատավարության մի կողմն եք, ես պետք է դատավարության մյուս կողմին էլ լսեմ, տենամ իրանք ինչ են ասում, որ եղբայր, պարոն Նիկողոսյան, չէ, մի րոպե, ասում եմ դուք մի կողմն եք, հասկացա, կա դա ուրիշ կողմ, որ ձեզ մեղադրանք է, հիմա ես ձեզ ասածը հասկացա, մի հատ էլ իրանց էլ կլսեմ, եթե ձեր ասածը եւ իր ասածը համապատասխանի,
Ուրեմն իմ դիրքորոշումն է նա որ դες չպետք է դատեմ, բայց կարող է իրանք ուրիշ փաստեր բերեն, Իրանց ասացը հիմա ես դες կներեք ներկայացնեմ ոնց կա։ Չէ, մի րոպե։ Չէ, մի րոպե։ Դուք որ ժամուկես ասուլիս եք տալիս, ես ձեզ դսում եմ։ Կարակ անջատեք դուք իմ ասուլիսը, բայց ես ասում եմ մարդիկ սպասում են, կոորդինատը։ Եղբայր, մի րոպե հանգիստ։ Կներեք ես ձեր հեռախոսը։ Ուրեմն կոորդինատը տվեք, ես քրեական գործ չեմ պատրաստվում քննել Ես եղբայր։ չեմ ասում քննել։ Ես Ես ասում եմ ձեր ընդունած օրեկը նենց է, որ չեն կարողանում տարբերակեն խուսափողը։ Եղբայր, հիմա ձեր պահվածքով դուք ձեր ամբողջ պատմությունը դարձնում եք անվստահելի։ Ասում եմ ես ձեր գործերով, դատական գործերով կզբաղվեմ։ Ես չեմ կարա փողոցում գալիս են մարդիկ մոտենում, ասում են ինձ դատել են ոչ մի բանի համար, տվել են 15 տարի։ Գնում են տեսնում ենք դիակ կա, սպանություն կա, թմրանյութ կա, կաշառք կա։ Դե ես Տարբերում եմ ես հանցագործությունը։ եղբայր, ասում եմ պետք է իմանամ քնչական մարմինը ձեզ ինչի համար է մեղադրանք ներկայացրել։ Մեղադրանքա ներկայացրել, որ չեմ ներկայացել։ Այդ կարճ Շատ ասում լավ։ եմ։ Ուրեմն դատական գործ է, ես չեմ զբաղվում դատական գործերով։ Գնացեք։ Ձեր ընդունած օրենքով շատ։